Ես ողջունում եմ գործարար Ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում կարող եք եւս դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս բանին մենք ցանցի մարդիկ հաղորդումն ենք սկսում, մեր տաղավարում Շաքե Հմայակյանն է, բժիշկ, ինֆլուենսեր, ողջույն Շաքե ջան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դուք ժամանակ գտաք, համաձայնեցիք այսօր մեր տաղավարում լինել։ Հույս ունեմ, որ շատ բովանդակալի զրույց է լինելու, որովհետեւ բժիշկների հետ կարծում եմ անհնար է այլ տարբերակ։ Բժշկությունից մինչև ինֆլուենսեր ճանապարհը ո՞նց գծվեց։ Ժամանակը թելադրեց, որ պիտի այդ ճանապարհով գնաք, թե հստակ որոշում ունեիք ինչ որ մի պահի։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, ես մեծ սիրով եմ եկել։ Ինձ արդեն թվում է այնքան եմ խոսել սրա մասին, մարդկանց հետաքրքիր չի լինի, բայց պատմեմ ամեն դեպքում։ Ոչ մի ինչ որ հետին միտք չի եղել, որ պետք է բլոգինգով զբաղվեմ, որովհետև երբ որ ես սկսեցի զբաղվել, ես նույնիսկ չգիտեի, որ դա բլոգինգ է կոչվում եւ երևի Հայաստանում քչերը դրա մասին գիտեին։ Դա ստացվեց ինստինկտյան, ես ոչ մի ուժ եւ կորով չեմ գործադրել։ Ուղղակի սկսեցի իմ մարզումները տեղադրել իմ էջում ու զգացի, որ մարդիկ հետաքրքրվեցին, մարդիկ չէ, իմ ընկերները, որովհետև այդ ժամանակ միայն ընկերներս էին ինձ հետևում, այսպես ասած։ Ու հասկացա, որ հարցնում էին, ասում էին, այս մասը ոնց անենք, չգիտեմ, շաբաթականի անգամ անենք ու միտք հղացա, որ կարելի է բժշկությունը այսպես մատուցել, որովհետև ես բժիշկ եմ, ես սպորտսմեն չեմ եւ ավելի ճիշտ կլինի պրոֆեսիոնալ հարթակ տեղափոխել ու հասկացա, որ իրականում բաց է դաշտը, այդտեղ ոչ մեկ չկա այդ պահին, փորձեցի վերցնեմ ձեռքս, որովհետև խուսափում են, չէ, երևի մարդիկ շատ պատասխանատու է, ավելի քան օրինակ lifestyle blogging-ը կամ չգիտեմ։ Դե տեսեք, դա 16 թիվներ, այն ժամանակ lifestyle blogging էլ չկար։ Դե հա, բայց ամեն դեպքում, եթե այսօրվա դաշտում էլ համեմատում են պատասխանատվության աստիճանը, բժշկի դեպքում պիտի ավելի զգոն լինես, ավելի ուշադիր, յուրաքանչյուր խոսքդ պիտի կշռադատես, նոր ասես։ Միանշանակ այդպես է, ես իմ փորձից ելնելով կարող եմ դա պնդել։ Մի խոսքով որոշեցի, որ կարելի է սկսել բժշկությամբ զբաղվել ու մեր առաջատար բժիշկներից մեկին խնդրեցի, որ միասին ուղիղ միացում անենք, երկուսս էլ պատկերացում չունեինք նորմալ թե դա ինչ է, բայց որոշեցինք, որ անենք նման մի բան ու զուտ մարդկանց հարցերին պատասխանենք, մինչև այդ հայտարարեցինք, որ լինելու է ուղիղ միացում, խոսելու ենք մամոգրաֆիայի մասին, կրծքագեղձի առողջության ու աննախադեպ թվով դիտումներ հավաքեցինք, ես այսպես մտածում էի, տեսնես գոնե կնայեն մի քանի հոգի, բայց շատ մեծ թիվ հավաքեցինք այդ ժամանակվա համար ու այդպես սկսվեց։ Սկսեցի հոլովակներ նկարել, խորհուրդներ տալ, իհարկե այն ժամանակ շատ այսպես հիմա որ նայում եմ այդ հոլովակները, ասում եմ մարդիկ ոնց էլ նայում էին ինձ։ Բայց այդպես է սկսվել։ Ոչ մի ինչ որ ես հետո եմ հասկացել, որ նախ դա հանրային առողջության համար կատարվող մեծ աշխատանք է եւ հետո դա կոչվում է բլոգինգ, փաստորեն։ Քննադատությունները շատ են եղել։ Անսահման, անվերջ։ Ոնց եք կարողացել, ինչ վահան եք ստեղծել ձեզ համար այդ զոհ չգնալու այդ քննադատություններին ու ձեր ընտրած այդ ճանապարհով առաջ շարժվելու համար։ Ցանկացած նոր սկսվող բան միշտ քննադատվում է ու ես պատրաստ էի դրան, որ շատ են լինելու նման բաներ, բայց ես անverջ ինքս ինձ ու իմ հարազատներին ասում էի, օրը կգա, այս բոլոր քննադատողները էջ են բացելու իրենց համար ու սկսեն փորձել նույն բանը անել։ Որտեվ կրկնօրինակելը կարծում եմ ամենալավն է, չէ՞, ստացվում Հայաստանում։ Եթե նույնիսկ չկրկնօրինակեն, հիմա բազմաթիվ բժշկական էջեր կան, որոնք շատ հետաքրքիր ու լավն են, իմ գոլեգաներն են, շատ ողջունում եմ, շատ ուրախ եմ, որպես այսպես ասած իրար օգնում ենք այդ հարցում։ Բայց սկզբում իսկապես շատ էր քննադատությունը, որովհետև դա առաջին ինստագրամյան բժշկական բլոգն էր Հայաստանում։ Բնականաբար գիտելիքի պակաս ունի դրա համար է sense բաներով զբաղված, սա անլուրջ է, ոնց կարելի է, ասեն նաև պարապը երևի շատ ժամանակ չունի ու ավելի շատ դրա վրա է շեշտը գնում, որ եթե ինքը լավ մասնագետ լիներ, նման բան չէր անի, բայց իրականում շատ դժվար է այն միտքը հասկանալ, որ միգուցե այս մարդը ուզում է օգնի իր հայրենակիցներին։ Եվ այսօր էլ այդ քննադատությունը կա, որ եթե բժիշկը ցանցում է, ուրեմն նա շատ ազատ ժամանակ ունի, որովհետև կա չէ՞ այդ կարծրատիպային կարծիքը, որ եթե բժիշկները շատ զբաղված են ու իրենք երբեք զանգերին չեն պատասխանում, ուրեմն իրենք կատարյալ են իրենց մասնագիտության մեջ։ Մի հատ հակառակ բան էլ ասեմ, որ ես ուզում եմ, որ դուք հակառակը ասեք։ Հետաքրքիր է, որ հակառակն է հիմա սկսել արդեն հետ ենք գնում ու ասում են Եթե ինքը շատ հետևորդ ունի, ուրեմն լավ բժիշկ է։
բայց դա հեչ գնահատելու բան չի հետևորդի քանակը։ Լավ մասնագետ լինելու։ Դա ընդհանրապես կապ չունի, ես ընկերներ ունեմ, ֆանտաստիկ բժիշկներ, ֆանտաստիկ, բայց իրենք նույնիսկ Instagram-ի անունը չգիտեն։ Դա ամենևին չի նշանակում, որ իրենք վատ բժիշկ են, ոչ, բժիշկ լինելու համար դու պիտի ինքնակրթվես անverջ կարդաս ու սիրես քո պացիենտին։ Այ դա է, ու լինես մարդկային շատ։ Դա լավ բժիշկ լինելու գրավականը ըստ իս, ոչ թե, չգիտեմ, համացանցում հազարավոր հետևորդներ ունենալը։ Եկեք այդ փաստը ընդունենք, որ դա ցուցանիշ չի լավ բժիշկ լինելու։ Դե հա, ցանցում առհասարակ դերակատարում ունենալը, այդ աշխատանքը տանելը, նաև կարծում եմ պահանջում է որոշակի բնավորության գծեր, ավելի ազատ լինել, շփվող լինել, փորձել մարդկանց հետ լեզու գտնել։ Այ դուք ունեիք այդ բնավորության գծերը ի սկզբանե, թե ժամանակի ընթացքում ձեռք բերեցիք։ Չէ, իհարկե ունեի, ես միշտ եղել եմ շատ շփվող, շատ հեշտ ընկերացող, երևի թե որոշ չափով նաև մարդկանց ինձ տրամադրող, որ մարդիկ վստահեն ինձ։ Բայց նաև բնականաբար շատ այսպես արտիստիկ բաներ եմ ձեռք բերել ընթացքում, Ինչ օրինակ։ Չգիտեմ, ես նորետ էի ասում, որ իմ հին հոլովակները, երբ որ նայում եմ, դեմքիս միմիկայից վերցրած ուրիշ էր, եթե համեմատեմ հիմիկվա հետ։ Բնականաբար ես ունեի իմ մեջ որոշ չափով արտիստիկ ինչ որ կոմպոնենտներ, ջիղը կար, հա, որովհետև ես երգում էի երկար ժամանակ ու լավ էլ ստացվում էր։ Բայց շատ է Instagram-ը ինձ օգնել արագ մտածել։ Հենց այդ բանի համար շնորհակալ եմ, որովհետև ուղիղ միացման ժամանակ, երբ որ քեզ շատ տարբեր սֆերաներից հարց են տալիս բժշկության, դու չես կարող ասել մի րոպե մի հատ մտածեմ, գիրքը բացեմ կամ նայեմ, չէ։ Դու այդ բան արագ պիտի պատասխանը գա կամ գոնե մոտավոր դու պիտի պատկերացում ունենաս, իսկ դրա համար դու պիտի կարդացած լինես մինիմումը ու հենց այդ լայվերի ժամանակ բամբասանքները քչացան, երբ որ ես սկսեցի մարդկանց հարցերին պատասխանել ու մարդիկ հասկացան, որ ես չեմ կարա բոլոր գրքերը դիմացս շարած լինեմ ու այդքան արագ պատասխանել։ Չեմ ասում, որ ես ամեն ինչ գիտեմ, ամենևին այդպես չէ, բայց բժշկական ավարտած մարդը պատկերացում ունի բոլոր մասնագիտությունների մասին, ճյուղերի բժշկականի նկատի ունեմ ու այդ ժամանակ մի փոքր հանգստացան բամբասանքները։ Բժշկության մասին ինչ միֆեր կան, որոնք միշտ շրջանառվում են ու հերքողներ չկան։ Այ շատ են միֆերը։ Հենց մեկը օրինակ մամոգրաֆիայի հետ կապված, որ ասում են, որ դա ահավոր ցավոտ եւ շատ տրավմատիկ հետազոտության մեթոդ է։ Ես ինքս գնացել եմ, ինձ ցուցում չունեի մամոգրաֆիա, բայց գնացել եմ արել եմ, որ տեսնեմ դա իրոք այդպես ահավոր, չգիտեմ, սարսափելի, ցավացնող բան է, սիրելի հայկանայք, դա ցավալի հետազոտություն չէ, հատահաճ է մի փոքր, սեղմվում է։ Դե բժշկության մեջ հաճելի, կարծում եմ հաճելի չէ, բայց դե պիտի ինչ որ մի պահի նաև զոհես քեզ, որպեսզի հետագայում լավ լինի։ Այդ սարսափը, որ կանանց մեջ կա, որ ցավում է ու կարա դրանից քաղցկեղ առաջանա, դա լիովին միֆ է եւ խնդրում եմ մի հավատացեք նման բաների, ես ինքս գնացել եմ արել եմ, ընդամենը տհաճ է։ Եվ հաջորդ միֆը, որ ես միշտ ասում եմ, որ եթե գոյացությունից կատարվի բիոպսիա, ինքը չարորական է։ Դա եւս միֆ է։ Նման բան չկա։ Չարորակ գոյացությունը չի ագրեսիվանում, բարորակը չի դառնում չարորակ։ Հենց այդ բիոպսիան էլ ասում են, այդ միջամտությունը տեղի ունեցավ, ուրեմն դա կգրգռի եւ այլն process-ը, հա։ Նման բան չկա, բիոպսիան արվում է ճշգրիտ ախտորոշումը իմանալու եւ բուժման ճիշտ ընթացքը հստակեցնելու համար, ընդամենը։ Ու նույնիսկ եթե չարորակ է բարձվում գոյացությունը, այնքան արագ է բուժումը սկսվում, որ այդ գոյացության հետ չի կարող ինչ-որ փոփոխություն լինի։ Միանշանակ։ Եթե փորձենք բլոգինգը կամ ինֆլուենսերությունը եւ բժշկությունը մի փոքր համեմատել, նա էլ է մասնագիտություն ամեն դեպքում, այս դարի մասնագիտությունն է, կարևոր է երկուսի դեպքում էլ շատ պատասխանատու լինելը եւ նաեւ անկեղծ լինելը։ Այս շարքին էլ ինչ դուք կավելացնեք, ինչն է ընդհանուր, որ նաեւ ձեզ բերել է նույն տեղում կանգնեցրել երկու մասնագիտությունները։ Դե հաշվի առնելով, որ իմ բլոգը հենց բժշկության մասին է, շատ տարանջատել հնարավոր չի լինի, բայց առաջնահերթ իմ մեջ եղել այն, որ ցանկություն մարդկանց օգնելու, ցանկություն մարդկանց կրթելու։ Ես շատ ուրախանում եմ, երբ որ մեր կլինիկայի բժիշկները ասում են, հենց մտավ հասկացանք, որ քո հետևորդն է, որովհետև մարդիկ կրթվում են։ Իմիջը ամենևին իմ անձի մասին չի։ Ես իմ անձով չի, որ մարդկանց ուզում եմ գրավեմ կամ կոպիտ ասեմ, ինձ չեմ ուզում ցույց տամ։ Ես ուզում եմ մարդկանց տամ այն գիտելիքը, որը ես ունեմ։ Որովհետև դե զարմանալի է, չէ՞, 150 եւ ավելի հետևորդ հիմնականում դա անձի վրա ֆիքսված բլոգ վարելու դեպքում է լինում։ Իրականում
ուզած թե չուզած այդ եւս կա, որովհետեւ շատ դեպքերում նկատել եմ, երբ նյութը ներկայացնում էին մեր բժիշկները, ընդհանրապես դիտումները շատ քիչ էին լինում։ Ամեն դեպքում իրենք ուզում են ինձ տեսնեն, ես դա հասկացել եմ, բայց ինքնանպատակ չունեմ, որ անպայման ես նույնիսկ կարող եմ, չգիտեմ, ստորիներում գրելով մարդկանց ինֆորմացիան տան ու իրանք արդեն դա կարդում են։ Իրենց հետաքրքիր է բժշկությունը։ Մի խոսքով իմ համար երրորդ կոմպոնենտը ձեր նշածներից ցանկությունն է անկեղծ մարդկանց օգնելը։ Ամեն դեպքում այդ վստահությունն է ձևավորվել ձեր անձի հանդեպ, որ դուք եթե ինչ-որ մի բան ասում եք ու դա կարևորի մասին եք ասում, կարելի է ձեզ գոնե 99% ամբողջ 9%-ով վստահել։ Հուսով որ այդքան շատ վստահում են։ Ոնց եք կարողացել ձեռք բերել այդ վստահությունը։ Ասացիք, որ արագ եք պատասխանում հարցերին, դա կարծում եմ կետերից մեկն է, որը օգնել է նաև դրան հասնել։ Ինչն է, դա էլ կլինի իհարկե, բայց այն կարևորները վստահաբար կադրից այս կողմից չի որ տեսանելի են։ Ինչն է ձեր կարծիքով։ Երևի թե ընթացքում երբ որ այցելել են մեր կլինիկա, տեսել են, որ ես երբեք ինչ-որ մի բան չեմ չափազանցնում իմ էջում ասելուց, երբեք չեմ ասի այն, ինչը որ իրականում չկա։ Մարդիկ գալիս են, շփվում են մեր բժիշկների հետ, հավանում են, երբեմն լինում է դեպքեր, որ չեն հավանում, մարդիկ տարբեր են, չես կարող բոլորին գոհացնես։ Երևի թե դա եւս հնարավորություն է տվել իրենց, որ ինձ մի քիչ ավել վստահեն, ու ինչ վերաբերում է այն խորհուրդներին, որոնք ես տալիս եմ իմ հետևորդներին, ես գրեթե միշտ ինչ որ խորհուրդ եմ տալիս, ես ինքս փորձում եմ, հետո նոր խորհուրդ եմ տալիս։ Այդ իմ պարտադիր պայմաններից մեկն է։ Ես նույնիսկ եթե գովազդի մասին պիտի խոսքը լինի, ես երբեք իմ պրինցիպներին դեմ չեմ գնա, որ գովազդանեմ։ Դա բացառվում է։ Ինչ գովազդներ կան, որոնք մշտապես դուք մերժում եք։ Այ մոտավոր ես պատկերացնում եմ, բայց կուզեմ որ դուք ներկայացնեք, ինչն է որ խտրականապես մերժելի է ու խուսափում եք այդ դրա մասին ձեր էջում խոսելուց։ Դե իմ էջը առողջ ապրելակերպի մասին է, նաև բացի բժշկությունից, այն ինչը որ կհակասի իմ բլոգին, ես բնականաբար դա չեմ դնի իմ էջում, կլինի դա սննդի տեսքով կամ չգիտեմ ինչ որ խմիչքների տեսքով կամ դեղորայք, որը որ հենց դեղորայք է, ես երբեք չեմ ներկայացնի։ Հնարավոր է որ վիտամիններ կամ այդ հավելումներ ներկայացնեմ, բայց միշտ ասում եմ, եթե բժիշկը ձեզ նշանակի, կարող եք սա ընտրել։ Երբեք չեմ ասում սա վերցրեք, խմեք, ես ձեզ դա նշանակում եմ, ոչ։ Ես ասում եմ, որ կա այս տարբերակը նաև, բայց եւս այդ տարբերակը ինքս պիտի փորձեմ, հավանեմ ու նոր այդ դեպքում ներկայացնեմ։ Որպես բժիշկ, այս դարում, երբ արհեստական բանականությունը այսքան զարգացում է ապրում, շատերը վախուն են, շատ մասնագետներ, ոչ միայն բժիշկները, որ իրենց տեղը կարող են զիջել։ Արդյոք այս ոլորտում դրա վախերը կան, թե ամեն դեպքում պարզապես սա գործիք է, որը բժիշկներին թույլ կտա ավելի շատ ազատ ժամանակ ունենալ, սեփական անձը կատարելագործելու վրա, սեփական անձը մի քիչ սիրելու, շոյելու համար, արդյոք հնարավորություն է սա։ Դե ամենաշատը այդ մտքից լարվում են ռադիոլոգները, ես ինքս ռադիոլոգ եմ, բայց ես չեմ կարծում, որ AI-ը եկել է մեզ փոխարինելու ամենևին։ Այն եկել է մեզ օգնելու։ Հենց հիմա էլ մեր կենտրոնում մենք ունենք սարքավորումներ, որոնք որ ընդունենք կրծքագեղձի պատկերը, ինքը ցույց է տալիս պոտենցիալ չարորակ զոնաները։ Այսինքն ինքը քո ուշադրությունը ուղղում է, միգուցե քո աչքը բաց թողնի դա, ամեն ինչ կարող է լինել։ Ինքը քո ուշադրությունը կենտրոնացնում է դրա վրա։ Ինքը հնարավորություն է տալու մեզ շատ մեծ դատաբազա հավաքելու, ինքը արդեն ինքնին դատաբազա է, որովհետև իր մեջ անսահման քանակով ինֆորմացիա կա ու իրանից վախենալ միանշանակ պետք է օգտագործել պացիենտի օգտին եւ նաեւ մեր օգտին։ Այո, միանշանակ։ Շաքե ջան, այդ ցանցում այսօր եթե դուք առաջինն եք եղել օրինակ 16 թվականին, այսօր շատ շատերն են, որ փորձում են խորհուրդներ տալ, սեփական գիտելիքները նաև ներկայացնել այդ հարթակում, միշտ չի որ հնարավոր է բոլորին հավատալ, ու այդ վստահությունը բոլորը չի որ կարողանում են ձեռք բերել, բայց դուք ոնց եք տեսնում, էլի, այդ դաշտում իրավիճակը առհասարակ ոնց է, իսկապես ճիշտ են խոսում բոլոր մասնագետները, ովքեր կապ ունեն բժշկության հետ, թե շատ եք հանդիպում դեպքերի, երբ դեզինֆորմացիա է տարածվում, սխալ ինֆորմացիա ու կարող է անդառնալի հետևանքներ լինելու, առհասարակ նման դեպքերին ոնց եք արձագանքում։ Իրականում անվերահսկելի է այդ ոլորտը, որովհետև ցանկացած մարդ կարա գրի, որ ինքը բժիշկ է իր էջում ու չես կարող հասկանալ դա իրականում այդպես է թե չէ։
բայց մի հատ շատ ավելի վախենալու բան կա, բժիշկները դժվար թե շատ ինչ որ գիտությունից հեռու բան ասեն, կան, չգիտեմ, ֆիթնես բլոգերներ, մարզիչներ, տարբեր, ոչ հայկական, միայն Հայաստանի մասին չի խոսքը, որ խորհուրդներ են տալիս շատ իրար հակասող, շատ ոչ գիտությանը մոտ, այսպես ասեմ, դա մի փոքր վախենալու է ու ոչ միշտ է իրանց ինֆորմացիան տված ճիշտ։ Ու չգիտեմ ինչպես դա պիտի վերահսկվի, որ մարդիկ գոնե իմանան հստակ ումից են ինֆորմացիան ստանում։ Ես կարծում եմ, որ գոնե եթե բժիշկ ես, կարող ես դիպլոմդ տեղադրել էջում, որպեսզի մարդիկ մտնեն, տեսնեն, եթե ինչ որ կասկածներ ունեն, էլի։ Բայց այսօր էլ դա խնդիր է, կարող է արհեստական բանականությունը շատ արագ լուծել այդ հարցը։ Կարող է դրա համար չգիտեմ ինչպես այդ հարցին պատասխանել, դա շատ լուրջ խնդիր է, բայց ամեն դեպքում նույնիսկ եթե դու համացանցում չես, գնում ես բժշկի, դու իրավունք ունես բժշկի դիպլոմը տեսնելու։ Պացիենտը դրա այդ իրավունքը ունի։ Կարծում եմ ամեն դեպքում պիտի հանրությանը կրթել։ Հանրությունը պիտի ինֆորմացիայի հետ աշխատել սովորի։ Ձեր լսարանը որքանով է սովորել է ժամանակահատվածում ու ինչպիսին է ձեր լսարանը, եթե փորձենք ներկայացնել բնութագրել։ Շատ որակյալ մարդիկ կան իմ լսարանի մեջ, շատ հաճախ լինում է, որ արդեն ունեմ հետևորդներ, որ ստաբիլ իրենց հետ շփվում եմ, ընկերական հարաբերություններ։ Կարծես ծանոթներ ենք, բայց կյանքում իրար չենք տեսել երբեք։ Դրսում մոտենում են, տեսնում են, շնորհակալություն են հայտնում ու ինձ համար դա ամենամեծ գնահատականն է, որ կարող է լինել, որ մարդը շնորհակալ է, զուտ հասկանում ու գիտակցում է, թե ինչքան կարևոր է ինֆորմացված լինելը։ Մեծ մասը գրում են հայատառ, ինձ համար դա չափանիշ է, գրական հայերենով, բարև ձեզ, ես ինքս բոլորի հետ դուքով եմ խոսում, դա եւս կարևոր է, որ մարդը իրեն արժևորված կզգա այդ պահին։ Ու շատ ինֆորմացված են, իրականում էլի եմ ասում, մեր բժիշկները միշտ ասում են հետևորդները, զգացվում է, որ որակյալ հետևորդներ են։ Դե չգիտեմ, այնպես չի, որ դա իմ էջի պատճառով է, որ մարդիկ որակյալ են, բացարձակ ոչ, բայց այն մասսան է, ով ուզում է կրթվել, ով ուզում է իմանալ, այլ ոչ թե ասում է, բա ես վախենում եմ, չեմ ուզում լսեմ։ Այդ արտահայտությունից իրականում բարկանում եմ երբեմն, որ ասում են, չէ, վախում եմ, ավելի լավ է չիմանամ։ Այսինքն Աստված մի արածը, եթե ինչ որ խնդիր առաջացավ, դու չես իմանալու ինչ անես։ Ավելի լավ չի դու զինված լինես ինֆորմացիա, որ քո հաջորդական քայլերը իմանաս։ Օրինակ մարդիկ կան դրան զուգահեռ ոչ միայն վախենում են այդ process-ների մեջ հայտնվելուց, այլև վախենում են օրինակ բժշկին այցելելուց, առհասարակ այդ process-ից։ Ամաչում են, վախենում են։ Ինչ քայլեր կան այլ դրա համար, ինչ պիտի անել, կան արդյոք ինչ որ գործողություններ, որ նախապատրաստական են այսպես մարդկանց համար, որ պիտի ավելի նվազեցնել այդ վախի շեմը։ Եթե էմոցիոնալ առումով եք հարցնում, որովհետև տարբեր հետազոտությունների տարբեր պատրաստման եղանակներ կան, ինձ թվում է այս արշավը, այսպես ասած, որ բժիշկները եւս էջեր են բացում, խոսում են, դա շատ մտերմացրել է պացիենտին բժշկի հետ։ Ու բժիշկը ոնց էր այն ժամանակ, չէ՞, Սովետ միությունում օրինակ, որ ասում են, «Ու բժիշկ դա մի հատ անհասանելի, շատ լուրջ, այսպես կապի դուրս չեկող, ինչ որ կերպար էին բոլորը պատկերացնում»։ Իսկ հիմա շատ ավելի հողեղեն է դարձել, ինչը որ իրական պիտի լինի, բժիշկը պիտի լինի շատ մոտ մարդուն։ Չգիտեմ, որպես հարազատ, որպես բարեկամ ընդունի եւ ճանապարհի պացիենտին։ Կիսվելու հնարավորություն պիտի ունենա մարդը երբ անամնեզ ես հավաքում, հենց դա կիսվելու դու պիտի այնպես տրամադրես պացիենտին, որ ինքը ուզենա քեզ հետ կիսվի ու պատմի մինչեւ վերջ ճշմարտությունը։ Ու այս համացանցը կարծում եմ որոշ չափով այդ կարծրատիպը կոտրել է, որ բժիշկը շատ պիտի այսպես ջղային կերպարով նստած լինի։ Ոչ, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սիրում շփվել, մենք էլ ենք ուզում որ պացիենտը մեզանից չլարվի։ Բնականաբար։ Ես կարծում եմ այսօր նույնիսկ այդ ջղային դեմքով բժիշկները այլևս ընդունելի չեն դարձել ու բոլորը խուսափում են այդ մարդկանցից։ Եվ գուցե նույնիսկ փնտրեն թե Instagram-ում ովքեր են լավ բժիշկներ եւ փորձեն իրենց մոտ հերթագրվել։ Կարծում եք կա նման տենդենս։ Լինում է որ ձեր հետևորդները ձեզ մոտ գալիս են հենց Instagram-ից ձեզ ճանաչելով։ Այսպես ասեմ, մեր կլինիկայի այցելուների երևի թե 40%-ը իմ հետևորդներն են։ Ու ես այնքան եմ խոսում, որ պետք է հետազոտվել, երբ որ գանգատ չունեք, պետք չի կրծքագեղձում ինչ որ բան շոշափել, նոր գալ, այնքան եմ խեղճ հետևորդներից գլուխը տարել, որ այո, գալիս են ու շատ հաճելի է, որ ես միջանցքում տեսնում եմ աղջիկներ, ովքեր պրոֆիլակտիկ գալիս են հետազոտության։
այդ արդեն բարձր ինտելեկտի, բարձր կրթվածության մակարդակի մասին է խոսում։ Միանշանակ։ Այ ինչ պահանջներ ունեն ձեր հետևորդները ձեզնից, որոնց միշտ չի որ զոհ եք գնում, միշտ չի որ օրինակ այդ պահանջներով եք առաջնորդում։ Շատերը կասեն, որ միշտ պահանջում են ցանկացած իրավիճակում ներկայացնել որտեղ են իրենք, ընտանիքի մասին պատմել, իհարկե շատերը ներկայացնում են, շատերը սահմաններ են դնում, ասելով որ կարմիր գծերը երբեք չպիտի հատել, դուք ոնց եք վարվում։ Իրականում իմ հետևորդը պահանջկոտ է մի ուղղությամբ, որ լինեն գիտական նյութեր, որոնք լինեն այսպես ասեմ հոդվածների գիտական վրա հիմնված, շատ հետաքրքիր է որ ես երբ որ նյութ եմ տեղադրում, ինձ ասում են կասեք որ աղբյուրից եք օգտվել։ Ես գիտեք դրանից եմ որ վաու ուրախանում եմ շատ որ մարդիկ իրենք ուզում են հասկանան, հա, որտեղից է այդ ինֆորմացիան, ոչ թե ինչ որ մեկը հորինել պատմում։ Հենց այն գրագիտության մասին։ Այո, դրա մասին է խոսքը հենց, ու ես նկատել եմ որ հենց ինձնից այդպես թիթիզ աղջկական վիդեոներ ես երբեմն դա եւս տեղադրում եմ, բայց հասկանում եմ որ դա ինչ որ իրանք ուզում են տեսնել։ Դա ձեր կերպարը չի ամեն դեպքում։ Դա իմ կերպարը չի։ Իրականում ես հա, այսպեսին եմ, ես ի վերջո կին եմ, սիրում եմ գեղեցիկ հագնվել, բայց իրենք դա իրենց էլ է դուր գալիս, բայց դա այդքան դիտում չի հավաքի, ինչքան օրինակ բժշկական խորհուրդները կհավաքեն։ Իրենք խիստ ուղղվածությունը գիտեն իմեջի ու շեղումներ չեն գիտեն ինչի համար են ձեզ ընտրել ամեն դեպքում։ Գիտեն ինչի համար են ընտրել ու իրանք ինձնից չեն էլ սպասում որ ես տենց անverջ կենցաղս ցույց կտամ կամ շորերս մանրամասն կպատմեմ թե որտեղից էր եւ ինչքանով եմ գնել։ Դա երևի lifestyle blogging-ը դա է։ Այո։ Հա, այնպես չի որ շատ ինֆորմացիա եմ կներեք։ Այդ ինձանից չեն սպասում ու ես դա չեմ էլ անում։ Իսկ դուք ինչ եք հետևում։ Օ Ես հետևում եմ համով ուտելիքներ։ Բլոգերներին եք սիրում։ Հո, համով ուտելիք սիրում եմ տեսնել։ Պաստա քույնին եմ շատ սիրում, որովհետեւ իսկ մենք տեմպերամենտով իրա շատ նմանենք, իրա շատ եմ սիրում։ Սպորտային էջեր եմ շատ հետևում, գիտական էջեր եմ շատ հետևում, մասնավորապես այն ինչ որ կապված է օրինակ NASA-ի էջն եմ հետևում, տիեզերքի հետ կապված ամեն ինչ շատ հետաքրքրում է, պատմական էջեր եմ հետևում։ Մի շատ լավ ընկերուհի ունեմ Տաթևը, ինքը հայկական մեր հայ կրոնի մասին է իր էջը, վանքերի մասին է իր էջը, չգիտեմ, երբ Հայաստանի բոլոր վանքերում Տաթևը եղել է, ու իր էջում դա տեղադրում է հայտարարք հետաքրքիր էջ է, ու էլի նման տենց գրքերի մասին էջեր կա, որ շատ եմ սիրում հետևել։ Այնտեղ որտեղ կա ինֆորմացիա մի խոսքով։ Հա, բայց դե իրականում սիրուն շորերել եմ սիրում նայել, այնպես չի միայն տենց գիտական բաներ։ Դե ինչպես բոլոր կանայք ամեն դեպքում, չպետք է տարանջատել։ Իհարկե։ Այն նաև հետաքրքիր է հումորին ոնց եք վերաբերվում եւ ինչ սահմաններ պիտի ցանցում լինեն հումորի մասին բոլորը միշտ ասում են որ իրենց ամենանախընտրելի նյութերը դրանք հումորային են որովհետեւ իրենք ազատվում են ստրեսից օրվա լարվածությունից եւ հումորը շատ փրկում է այդ իրավիճակում բայց հումոր էլ կա հումոր էլ այդ մասին էլ ենք միշտ խոսում որ ցանցում այսօր շատ են նույնիսկ այդ հումոր ասվածները որոնք գրեհիկ են շատ հաճախ դուք ինչ կարծիք ունեք դրա մասին։ Ես շատ սիրում եմ հումորով մարդկանց, իմ համար հումորը դա ուղեղի արկայության վառ ցուցանիշ է, այսպես ասած։ Ինքս էլ շատ սիրում եմ հումոր անել, բայց երբեմն նկատած կլինեք, որ իմ հոլովակներում էլ կա հումորի կոմպոնենտ, որ ավելի հետաքրքիր լինի մարդկանց համար։ Գրավիչ է ավելի դա։ Ու չվախենան, ինչ որ հիվանդության մասին լսելուց գոնե մի փոքր թեթև անցնի, այսպես ասած։ Շատ սիրում եմ հումորային էջերել եմ հետևում, շատ հավես է ինձ համար որակյալ հումորը, որը որ իր մեջ չի պարունակում այսպես ցենզուրայից դուրս բաներ եւ քաղաքական բաներ, դա արդեն լավ հումոր է, որովհետեւ այդ երկուսը ով էլ հումորանի բոլորը ծիծաղելու են դրա վրա։ Իսկ մարդուն ծիծաղեցնելը շատ դժվար է։ Որակյալ հումորը շատ լավ բան է, բայց այդ ցենզուրայից դուրս մասնավորապես որ մտածում ես քեզ փոքր երեխաներ եւս հետևում են ու այդ բարքերը տարբեր տեսակի ցույց տալը հրամցնելը որպես նորմալ ես դա նորմալ չեմ հավանում ու լիքը բան կա որ ես շատ կուզեի որ ինչ որ տարիքային ցենզ լիներ որ փոքր երեխաները չկարողանային դա նայել չգիտեմ ոնց կարա դա լինի բայց ինձ թվում է հնարավոր բան եմ ասում որ 10 պլյուս զարգացման զուգահեռ պիտի ինչ որ մի պահի ունենանք նաև այդ կոճակը, որին սեղմել ու պարզապես այն ինչ որ 18 պլյուսը երեխաները չտեսնեն ու չլսեն, որովհետև շատերը նայում են ու մտածում են
Հələ նայ այս մարդը ինչ է ասում, ու հələ նայ ինքը ինչ հայտնի է։ Ուրեմն դա լավ է։ Ուրեմն կարելի է անել, օրինակ է դա։ Օրինակ, դու role model ես դառնում շատ երեխաների համար։ Իհարկե։ Ձեր հետևորդներում կան երեխաներ։ Շատ քիչ։ Քիչ։ Բայց հարցեր գրում են երբևէ։ Գրում են, հա։ Թե պարզապես իրենք ձեր կերպարն են սիրում։ Դե կան, որ իմ կերպարն են սիրում, բայց քանի որ հիմնականում իմ աուդիտորիան 25+ է, երեխաները շատ քիչ են։ Շատ բան էլ գուցե չեն էլ հասկանում, չէ՞, ինչի մասին է։ Հա, շատ բան էլ չեն հասկանում ու ձեր ասած երևի թե նայում են ավելի շատ իմ հագուստին կամ չգիտեմ, իրանց հետաքրքիր է ես ինչ եմ հագել, ինչ եմ քսել դեմքից։ Գրում են հարցեր, երբեմն նաև առողջական։ Ասում են օրինակ ես 14 տարեկան եմ եւ այլն։ Բայց քիչ, շատ քիչ։ Շաքե ջան, ինֆլուենսեր լինելը եւ բլոգեր լինելը, այդ սահմանը որտեղ է, այսպես ավարտվում, եւ ով է ինֆլուենսերը։ Ես կուզեմ այդ սահմանումը տան գուցե, եթե սահմանում չկա, փորձել եմ իմացել դրա մասին ճիշտ ասած։ Ես գիտեմ ինչ է ինֆլուենսերը, որ դու ազդեցություն ունես որոշակի քո աուդիտորիայի վրա, օրինակ իմ աուդիտորիան գիտի, որ պետք է պրոֆիլակտիկ հետազոտվել եւ դա արդեն իմ ինֆլուենսինգի հետևանքն է, բայց բլոգերը փաստորեն պիտի ունենա կայք, բլոգ։ Օրինակ ոնց է կամ բլոգը կամ մանեն, իրանք կայք ունեն եւ իրենք համարվում են բլոգեր։ Ես այդ գիտեմ։ Բայց կարծես թե դաշտում այդպես չի աշխատում։ Հա, ես գիտեմ, այսպես ասած, որ գիտական կողմը երևի թե այդպես է բացատրվում։ Պրոֆեսիոնալ ձևակերպումը չէ։ Միգուցե ես սխալ եմ, չգիտեմ, ես էլ անկեղծ, ես գիտեմ, որ ես բլոգեր չեմ, ես բժիշկ եմ, որ ինֆորմացիա է տալիս եւ ազդեցություն է ունեմ, դա ինֆլուենսերն է։ Ես սահմանում եմ այդպես գիտեմ։ Միգուցե ես սխալվում եմ, որ պետք է կայք ունենա բլոգերը։ Եթե բժշկական ոլորտի ինֆլուենսեր չլինեիք, ինչ ուղղություն կընտրեիք։ Որպես ինֆլուենսեր, այո։ Կերքեի միանշանակ։ Երգեր կտեղադրեի, cover-ներ։ Հույս ունեմ ինչ որ մի պահի մենք դա էլ կտեսնենք։ Իրականում ունեմ մի քանի երգ էջումս տեղադրած, բայց դե ուլ են գնում այդ ինֆորմացիայի մեջ, հա, երևի թե շատ չի երևում, հա, ու իրականում այդքան շատ դիտումներ չունեն, բայց մի քանիսը շատ սիրվել էր ու ասում էին, էլի արեք cover էլի, բայց չեմ հասցնում իրականում պիտի անverջ պարապես, չէ, երգես, որ ձայնդ բաց լինի։ Հիմա օրինակ չեմ կարող երգել։ Ես ուզում եի խնդրի, բայց մենք հույս ունեմ, որ ինչ որ մի պահի ավելի շատ երկող շաքին։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, ձեզ հաջողություններ եմ ցանկանում ու թող ձեր հետևորդները լինեն միշտ այդքան կիրթ, այդքան գրագետ ու դուք կրթեք ավելի մեծ լսարաններ։ Շնորհակալ եմ շատ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Շաքե Հմայեկյանն մեր տաղավարում, իսկ մենք ցանցի մարդիկ հաղորդումն էինք տեսաձայնագրում, այսքանը հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։